Վարժություն 698 Կոորդինատային հարթության որ քառորդում են գտնվում հետևյալ կետերը։ Մենք գիտենք, որ կոորդինատային առանցքները կոորդինատային հարթությունը բաժանում են 4 քառորդների՝ առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ։ Մեզ տրված են որոնելի կետերի աբսիզները և օրդինատները, պետք է նշենք հետևյալ կետերը և տեսնենք, որ քառորդում են գտնվում։ Բ օրինակը։ Որոնելի կետի աբսիզը +3 է և օրդինատը +1 է։ Մեկ կետից կարող ենք տանել զուգահեռ x առանցքին և 3 կետից տանել զուգահեռ y առանցքին ուղիղներ, հատման կետը կլինի որոնելի կետը նշանակենք I-ով, A կետի կոորդինատները կլինեն աբսիզը +3, օրդինատը +1։ Նմանապես նշենք մյուս կետերը։ A կետը գտնվում է առաջին քառորդում։ G օրինակը -3 աբսիզը և օրդինատը -5։ -3 կետից տանենք զուգահեռ y-ների առանցքին ուղիղ կետագծերով կամ այս փոքրիկ գծիկներով և -5-ից տանենք զուգահեռ x-երի առանցքին այս ուղիղը և նշենք հատման կետը, նշանակենք B կետ, B կետի կոորդինատներն են -3 և -5։ B կետը գտնվում է երրորդ քառորդում։ E օրինակը աբսիզը որոնելի կետի +4 է, օրդինատը -2։ Գտնենք որոնելի կետը, ինչպես տեսնում ենք, որոնելի կետը գտնվում է չորրորդ քառորդում։ Նշանակենք C կետ, նշենք կոորդինատները C կետի +4, աբսիզը և օրդինատը -2։ Այստեղ նշենք չորրորդ քառորդ։ Լուծենք վարժություն 699։ Կոորդինատային հարթության վրա կառուցեք AB հատվածը, որի ծայրակետերն են։ A օրինակ։ A կետը և B կետը։ Նշենք A կետի կոորդինատները +2, -1, A կետը կլինի սա, և նշենք B կետի կոորդինատները +3, -2։ B կետը կլինի սա։ A կետը միացնենք B կետին։
Մենք կառուցեցինք որոնելի AB հատվածը։ Լուծենք D օրինակը։ A կետի կոորդինատներն են -1 և +1։ Աբսիզը -1 է, օրդինատը +1 է։ Որոնելի կետը կլինի սա, A կետ, և B կետի կոորդինատներն են 0, 0, այսինքն կոորդինատների սկիզբն է։ Այստեղ նշենք B։ Որոնելի հատվածը կլինի այս հատվածը։ Լուծենք վարժություն 700-ի A օրինակը։ Կոորդինատային հարթության վրա կառուցեք ABC եռանկյունը, որի գագաթները հետևյալ կետերն են։ A կետի կոորդինատներն են +1, +1, այսինքն աբսիզը +1 է, օրդինատը +1 է։ Որոնելի A կետը կլինի սա։ Նշենք B կետի կոորդինատները +4 և +2։ Որոնելի B կետը կլինի սա։ Եվ նշենք C կետի կոորդինատները +1 և +5։ Որոնելի C կետը կլինի սա։ Այժմ միացնենք ABC կետերը։ Մենք կառուցեցինք ABC եռանկյունը, որի գագաթների կոորդինատները տրված էին։ Գրաֆիկներ կոորդինատային հարթության վրա։ Դիտարկենք հարթության վրա մի կոորդինատային համակարգ, որի աբսիզների առանցքը համապատասխանում է ժամանակի փոփոխությանը, իսկ օրդինատների առանցքը ճանապարհի փոփոխությանը։ Լուծենք հետևյալ խնդիրը։ Խնդիր 724։ Աղյուսակում բերված են մեքենայի ընթացքի տվյալները։ Առաջին տողում տրված է ժամանակը, ժամանակի տվյալներն են, և երկրորդ տողում անցած ճանապարհի տվյալները, ըստ տրված ժամանակի։ Հորիզոնական ուղղությամբ տարված առանցքին համապատասխանեցնենք ժամանակը, գրենք այստեղ T, ժամանակ, և ուղղահայաց ուղղությամբ տարված առանցքը, գրենք S, անցած ճանապարհը, չափման միավորը կիլոմետր։ Նշենք 0-ն հավասար հատվածներով տեղադրենք 1, 2, 3, 4, 5, 6։
Եվ անցած ճանապարհը համապատասխանաբար 0, 1-ին համապատասխանում է 70-ը, 70 կիլոմետր, հետո համապատասխանաբար 140, 210, 280, 350, 420, 70 կիլոմետրով ավելանում է։ Հատվածները կլինեն հավասար 70, 140, 210, 280, 350 և 420։ Զրո ժամին համապատասխանում է 0 կիլոմետր, այսինքն դեռ շարժում չի կատարվել, և 1 ժամին համապատասխանում է 70 կիլոմետր, երկրորդ ժամին համապատասխանում է 140 կիլոմետր, երրորդ ժամին համապատասխանում է 210 կիլոմետր, չորրորդ ժամին 280 կիլոմետր, հինգերորդ ժամին 350 կիլոմետր և 6-րդ ժամին 420 կիլոմետր։ Միացնենք հերթականությամբ կետերը, այն կլինի ուղիղ գիծ, քանի որ հավասար ժամանակամիջոցներում մեքենան անցել է հավասար ճանապարհ։ Հիմա պատասխանենք հարցերին։ Ա. Ժամը քանիսին է մեքենան մեկնել քաղաքից։ Ինչպես տեսնում ենք, 0 ժամին։ Ինչի է հավասար մեքենայի անցած ճանապարհի երկարությունը։ Ամբողջ ճանապարհը 420 կիլոմետր է։ Որ տեսնում ենք ուղղահայաց առանցքի վրա 420 կիլոմետր։ Քաղաքից ինչ հեռավորության վրա էր մեքենան մեկնումից 2, 3, 6 ժամ անց։ 2 ժամ անց մեքենան քաղաքից գտնվում էր 140 կիլոմետր հեռավորության վրա։ 3 ժամ անց գտնվում էր 210 կիլոմետր հեռավորության վրա։ Գրաֆիկից պարզ երևում է,
6 ժամ գտնվում է 420 կմ հեռավորության վրա։ Այսինքն ինչպես գտանք, օրինակ 2 ժամ անց գտնելու համար համապատասխանաբար տանում ենք ուղիղ և հետո այդ ուղիղը 2 ժամից տանում ենք զուգահեռ ուղղահայաց առանցքին, այնուհետև զուգահեռ ժամանակի առանցքին։ 140 կիլոմետրն է համապատասխանում և ինչպես նաև տրված է աղյուսակով, որ երկրորդ ժամին անցել է 140 կիլոմետր, 2 ժամ անց, 3 ժամ անց անցել է 210 կիլոմետր, 6 ժամ անց մեքենան գտնվում էր քաղաքից 420 կմ հեռավորության վրա։ Դ. Ժամը քանիսին էր ավտոմեքենան գտնվում քաղաքից 210 կմ հեռավորության վրա։ 210 կմ հեռավորության վրա գտնվում էր ժամը 3-ին։ Ինչի է հավասար ավտոմեքենայի արագությունը։ Մենք գիտենք, որ արագությունը գտնելու համար անցած ճանապարհը պետք է բաժանել ավտոմեքենայի արագությունը գտնելու համար անցած ճանապարհը պետք է բաժանել ժամանակի վրա, քանի որ ամբողջ այդ ճանապարհը, անցած ճանապարհը հավասար է v անգամ t։ V-ն հավասար է S-ը բաժանած T-ի։ S-ը ունենք, T-ն ունենք, S-ը 420, T-ն 6, հավասար է 70 կմ/ժ։ Ինչքան ճանապարհ է անցել ավտոմեքենան ընթացքի 3-րդ ժամից սկսած մինչև ընթացքի ավարտը։ 3-րդ ժամից սկսած գտնելու համար պետք է 420 կիլոմետրից հանենք 140 կիլոմետր։ Հավասար է 280 կիլոմետր։